Since մոտիկացավ sense հայց։ Արա մի հատ save match չուներ, այդ է judge, քեֆս բերեց ապա։ Հայկի զավակները բոլորին դեմ են անոն փոփոխությունների, տենց են կոչել այդ պոդքասթները, որ ծանոթանաք իրական հերոսների հետ, ովքեր որ թե մեր հերոսներն են այսօրվա ծրագրի, թե կյանքով այս մարդիկ հայ տղամարդ, պինդ մարդիկ, հայ ազգի լավագույն ներկայացուցիչները չեն վախենում այդ խոսքերից իրականում, քանի որ մենք փոքր հանրություն ենք 100-ով, ասենք 10 միլիոն մարդ ենք սա աշխարհով, միշտ կարանք գտնենք ով է, ով ինչ է, հարևանների միջոցով, ընկերների ծանոթների միջոցով հասկանում ենք ով է եւ ապրած կյանքը, իր կենսագրությունը բարձ է դառնում բոլորի համար, թաքցնել ոչ մի բան չի լինում։ Ուրիշ բան որ հակառակը, մարդիկ կան այնքան էլ հետաքրքրված չեն ծանոթանալու, դրա համար մենք ուզում ենք այսօր ծանոթացնենք իրական իմ եղբայրների լավ մարդկանց, հայ մարդկանց, հայկի որդիների հետ, ովքեր որ այդ ծանր գործ են բռնել, բոլորին դեմ լինելը։ Եվ կխնդրեմ այսօր ձեզ նախ եւ առաջ ասում եմ ձեր կենացախում եմ, քանի որ ստեղ եք, լավ լինեք, միշտ այդպես պինդելնեք, ուժեղ լինեք։ Շատ շնորհակալ եմ, որ ստեղ եք գտնվում եւ կուզենամ ներկայացնել ձեզ, մենք ցենց ենք պայմանավորել հերթականությամբ, հա, մանկություն, պատանեկություն, երիտասարդություն եւ ապագայի տեսիլքը ոնց ենք մենք պատկերացնում ձեր համար։ Իշխանությունը տան Քոսոյին բարև լավերները։ Պապայի մասով շատ հետաքրքիր մասեր կա, որ որսի են գնացել, ինչ որ հետաքրքիր բաները որոշ երիտասարդում չէ փոքր։ Չէ, որսի երևի Խոսքի մի 6 տարեկանից էդի մանկությունն է, թե 10 կրակում էի արդեն։ 10 կրակում կպնում էի։ Այդ ոնց որ 6 տարեկանից ծախել եմ, բայց փստացնում էի, հետո ասենք քուքից արդեն ցենց քաշում էի։ Քանի որ հերս ձեր բանից էր, բակալինիայից էր, ու ինքն էլ այդտենց ինքը 7-ից ուներ այդ պատմությունը։ Ինքն ինձ տալիս էր, ասում էր կարաս կպցնես, ոնց որ կպցրու բերծխեմ, բան, մինչև մի օր ասել մի տու ինձ։ Ու այն երեխեքը որ թաքուն ծխում էին, ես չէի հասկանում, հիմա ոնց որ թաքուն ծխեմ կզարմանաք, չէ՞։ Այդտենց ես թաքուն ծխողներին չէի հասկանում ամբողջ կյանքս։ Ես երկրորդ մեծ քույրս Սոնանա, հետո եղբայրս Պարուշ։ Բայց եղբորը տանը չդնին մեծ պապի։ Եղբորս անունը Գրայեք ինչի է Պարուշ։ Դա հասկանալ է Սևակը։ Չէ, Հայրիկյանը։ Հայրիկյանը, Այդ ժամանակ Դրա համար ուզում ես սահմանադրությունը փոխել։ Հայրս էլ է քաղաքականությամբ զբաղվել, այմից է եղել։ Ազգային ինքնորոշում միավորումից Մովսես Գորգիսյանի հետ են ջերմ հարաբերություններ ունեցել, գաղափարակիցն է եղել, հետո որ ես դաստիարակվել եմ, այդ ուղղությունը շատ մեծ ազդեցություն է ունեցել, այդ Մովսեսի գաղափարների ուղղությունը շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ թե քաղաքական, թե ազգային այդ ուղղվածության վրա։
Իմ անունը դրել են մեծ պապիկիս անունը, ինքը կենթանի ա եղել, մահացել է 2000 թվականին։ Ինքը շատ բարդ ճակատագիր ա ունեցել, ծնվել է Արևմտյան Հայաստանում, 6 տարեկան ա եղել, երբ որ բռնագաղթել են, ինքը մինչև իր մահանալը հիշում էր, մեզ պատմում էր իր այդ հորական տունը։ 101 տարեկան ա մոտավորապես մահացել։ Չէ, 94 տարեկան։ 94 տարեկան։ Ինքը 90 մինչև 92-3 տարեկան առանց թամբի ձիել էր, կարողանում նշեր։ Այդ մահերը մարդկանց սովորացնում են, որ բանը, ոնց որ դու տենում ես ուրիշի մահը, հարազատի, ոչ հարազատի, տենում ես, որ վերջ կա, էլի, ամեն անգամ, այդ ամենաուժեղը պատերազմին էր երևում ու կարճել ես եղածից շատ անկապ է այդ ժամանակ, որ այդ մեր հայրենակիցները ջոգեն, լրիվ ուրիշ իրականություն կլինի։ Իմի ես ու Հովսեփը քեզանից էական երիտասարդ ենք, բայց մոտավոր կեսը մեր կյանքի ապրել ենք, մոտավոր։ Ու այն մյուս կեսը կարելի է էական ավելի ճիշտ ապրել, էլի, ես չեմ ինչով է սխալ ենք ապրել, բայց շատ չի մնացել ապրելու։ Հայաստանի պատմությամբ որ նայես, դες մի ժամուկես է, էլի։ Ու կարելի է ժամուկեսը մարդավարի ապրել, էլի, ու դա մեր հայրենակիցներին էլ է վերաբերվում։ Ասենք, եթե մենք ամեն մեկս մեր կտորից կարճենք, փաթեթով Արցախի պես տալու ենք։ Իսկ մարդավարին երևի թե առաջի մարդավարի բառը այդ արժանապատիվը չի, սկզբնականը երևի էլի։ Դա այդտեղ է գալի։ Հետո մյուս բարոյական մասերը, բայց առաջինը արժանապատվության հարցն է, որից հետո գալիս այն մնացածը։ Եվ գիտես ոնց ես քո հետ համաձայնում եմ Իշխան ջան, մի հատ բան ասեմ, միայն որ իմ համար ամենածանրը իհարկե 88 թիվն էր, երբ որ երկրաշարժը եղավ, իմ մեծ աղջիկս արդեն ծնված էր, համարը 1 տարեկան էր, ու մենք գործի տեղից գնացինք ընկերներով մեր մյուս ընկերոջ ընտանիքը, որտեղ Լենինականում էր, ու երբ որ իրականում տենում ես այդքան մահացած մարդիկ, հա, ու ոչ թե մահացած, ասեն, գնդակից մահանալը մի բան է, ճմրթված, լղճված, այսինքն վիճակում հասկանում ես, որ այս կյանքում ամեն ինչ սուտ է, ինչ որ երեխեք, տատիկներ, բաներ, որ ապրում էին առավոտյան ինչ-որ գործ էին անում, բան են անում, ասենց մի վարկանի մեջ գնացին, դրա համար էլ իմաստը որն է, եթե այդ արժանապատվություն չի, ու այն պարագայում, երբ որ դու որպես ներկայացուցիչ այն ազգի, որը որ հազարամյակների մշակույթ ու պատմություն ունի, հասկանաս, որ կարա իր այն լավը ներկայացնի լավով, մենք այսօր 21-րդ դարում ընկնենք այսպես իրավիճակի մեջ, երբ որ ինչ-որ մատ Նիկոլի պես անորակ մարդ, որը որ ներկայացնում է մեր ազգը։ Դա իմ անձնական մոտեցումն է, ոչ եմ ուզում ասեմ, որ բոլորին դեմ եմ կոմից ինչ-որ տենցնում, չնայած ես գիտեմ բոլորդ էլ դեմ եք։ Մենք իրանել եք դեմ, բայց իրականում դա օրինակ իմ հասկանալով դա իսկականից շատ ամոթալի է մեր համար, որ դրա համար մենք պետք է այնց համակարգեր կարողանանք ստեղծենք, այնց ինստիտուտներ ստեղծենք, որ հետագայում այդպես մարդիկ չկարողանան գան հասնեն ու ներկայացնեն ազգը։ Այս ամենակարևոր հարցերից մեկն է, դա էլի այն արժանապատվության հարցի հետ է շատ։ Նա հարց, բայց դուք իրար չեք ճանաչում, չէ՞ պատերազմ։ Չէ, չենք ճանաչել։ Գնում եմ այգի, որ հաջողանեմ, ասում եմ մարդեղի գոնե ես մի մեքենան տար գործարան հանձնի, շոֆերը տեղյակ չի ոնց պետք է լինի, նոր գնա, ասում եմ լավ, այդ մի բանը կարամ անեմ ու տանում եմ հոկտեմբերյան, այդտեղ որ մտնում ես Արմավիշտ, կարմիր կամուրջ կա, այդ կամուրջի մոտ է գործարանը, Արարատի կոնյակի։ Հանձնում եմ ու ոտքով իջնում եմ այդ կամուրջի տակը կանգնելու, այդ պահին արդեն սահմանապահ զինվորներ կային, սահմանապահ ծառայող զինվորներ կային, ովքեր ջրականի այդ Պարսկաստանի այդ սահմանն էին պահում, իրանց նույնպես կանչել էին ու իրանք վերցնում են իրենց մեքենայով ինձ էլ են բերում մինչև Երևան։ Դից արդեն գալիս ենք, ընկերներով հավաքվում ենք, Մեծն Տիգրանի հետախուզական վաշտի կազմով 98 հոգով մեկնում ենք արդեն սեպտեմբերի 28-ին ռազմաճակատ։ Մեր հայրենիքի համար թող հարատևի ու բարգավաճ ձևով հայատևի, էլի, իրական բարգավաճ ձևով։ Գոյատևելու մասին հեսա բան կպատմեմ ու երևի է մի քիչ բան բան։ Վախենում եմ խոսքը ասելու, ասում իրական բարգավաճ դրա մասին։ Եթե պատմեմ ավարտենք դրանով, հա, վերջին ենք ասել։ Այո։ Այդ Գագոյի անեկդոտն է, որ ասում են, բայց բարգավաճի զուգահեռ չտանեք էլի, այդ անեկդոտը Գագոյով են պատմել։ Ասում են, ներեցեք Գագոն այս շենքում է ապրում,
ասում է ճիշտը որ ասեմ, մեր շենքի բնակիչ է, բայց վայ է տենց ապրելու։ Դագոնը թե գոյատևում է, էլի պետք է մարդավարի ապրել նենց, որ հետ նայես, տենաս ապրել ես հանուն ինչ-որ մի կարևոր բանի, հետ նայես չփոշմանես ուզենաս գնաս, մի բան փոխես, հետ գաս։ Գոյատևելը այն էլ էս տարում ստից գործ է, էլի։ Անիմաստ, բաբաշում։ Շատ շնորհակալ եմ, Գորգ ջան, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Since մոտիկացավ sense size. Արա մի հատ save match չուներ, այդ էս judge, քեֆս բերեց ապը։ Այդ գեղեցիկ նոտայը սկսել, բարև։ Ուրեմն ուզում եմ սկսել դրանով, որ իշխանը իմ լավ ընկերն է։ Ինչն ենք անլրջացնում, տես, քանի գնում է այս ընտրարշավը, այնքան անլրջությունը ջրի երես է ելնում։ Լուրջ դեմքերով, նմանատիպ կոստյումով մարդիկ դուրս են գալին այս բաներ են խոսում, որ ոնց որ առանց խնդալու եթե դա նայես, ցավ ես ապրելու, էլի։ Ասենք ամեն ինչ տանք պրծունենքից մինչև Նախիջևանը հետ բերենք թեզեր կա ու այդ ինձ լուրջ դեմքով են ասում, որ կարելի է տեստ անել։ Ասենք մեր ընկերներից դիմակայուն գտնելու համար բերենք այդ տեքստը տանք, ասենք առանց խնդալու կարդա։ Եթե դիմացավ, ուրեմն կարա շպիոն աշխատի, ասենք, էլի։ Իսկ մեր մասով մերը ամենալուրջն է, որ կարող ենք անել։ Մենք ինչ խայսատ ունենք իրար հետ, որ մի բան խնդիր է, ոչ մեկ չի լուծը, բռնում իրար հետ լուծում ենք, չէ՞։ Հիմա ոչ մեկ չէր այնց արել, որ մարդիկ կարողան արտահայտեն բոլորին դեմ։ Արդյունքում Ավինյանը 28%-ով լարավ քաղաքապետ, չէ՞։ Բոլոր ուժերի նկատմամբ կա այդ մեղադրանքը, որ պահը օրհասական է, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու պարագայում մեծ աղետներ է բերելու, այսինքն մենք բոլորս գիտենք, որ Ալիևի պարտադրանքով այս բանը մեզ ասում մենք այդ անհրաժեշտությունը խիստ ունենք սահմանադրություն փոխելու, բայց բոլորս հասկանում ենք, որ Ալիևի պարտադրանքը կա ու շատ հաճախ է հնչում։ Օրինակ, այսպիսի օրհասական պահի հասնելով, արդյոք ժամանակավրեպ չի հենց հիմա այս թեզը առաջ բերելը բոլորին դեմի։ Տես ասեմ։ Այս ասածը անցած հարցի հետ էլ է կապված։ Օրինակ մենք մեր դեմքերով ուժ չենք ստեղծում, դու էլ հետներս, որտեղ լիքը գաղափարներով նման ենք։ Չէ՞։ Եթե գաղափարական ուժ սարքենք, մենք լիքը կիսելիք ունենք իրար։ Նշանակ։ Քիչ ենք ստեղծում ուժ, մեր դեմքով ներկայանանք։ Ասեմ, համակարգը այնպես է սարքած, այս մի կողմից փողը, մի կողմից ռեսուրսը, 4% սահմանը, ում երբ ուզես բռնես սուպեր վարչապետությունը, որ իմ ու քո պեսները երկու ճարով են։ Կամ իրար հետ ուժ սարքեն, այդան գլխով կփեն պատին ընկնեն, ոնց որ 19 ուժից մի 10-ը հեսա տես կարեն։ Կամ այդան լցվենք ինչ-որ ուժերի շարքեր, ասենք մեզ մի քիչ անցողիկոտ տեղ տվեք, ԿՊ կամ մեր ձևով կամ մեկ ուրիշ, որը տենց մեծ հավանականություն ունի անցնելու, որ տեղ ունենանք Հայաստանի քաղաքականության մեջ, հավատալով, որ մենք լավն ենք, ներսից կփոխենք համ այդ ուժը, համ համակարգը, այն է կադրը փոխվելու է, մենք փդենք։ Okay, բայց ժամանակին Փաշինյանը այդ ձևով արեց, չէ՞, այսինքն ինքը չուներ մեծ ռեսուրսներ, ինքը փաստացիորեն երկդաշինքով կարողացավ այդ սահմանն անցնել ու հասավ նրան, ինչին հասավ։ Իմ գնահատականով ինքը մինչև այդ հեղացների շարունակություն է, ոչ թե հեղափոխող, որովհետև որ հեղափոխեր նույնիսկ իր հենց սպարտիվնի ինտերեսից ոչ թե արդարության կարիքով։ Այդ իրան դատողներին, իրան հալածողներին էսեն, չեմ ասում ազգի մասով, գոնե իր մասով գնահատական կտա։ Բոլոր այն մարդկանց ում մենք մերժել ենք, բոլորը ֆուլ անպատիժ են մնացել։ Մենք որևէ մի կողմնորոշվածի մատով չենք կպնելու։ Իսկ չկողմնորոշվածներին այդ 18-ը եթե չեն կարող կպնեն, ոչինչ որ ես ու դու կպնենք։ Մենք այսինքն get make ձայն չենք փոշիացնելու։ Մենք հանրային էլ ասում ենք, մենք անկնկալում ենք չգնացողների ձայներ, բոլորին դեմերի ձայներ, չկողմնորոշվածների ձայներ։ Կարաք 18 ուժ կողմնորոշացնեք մարդկանց։ Թող գանձերնս դրենք։ Երկու դիր բոլոր քաղաքական ուժերին, դե մերը քվեաթերթիկ համար երկուսն է։ Թող նրանց նույն դասարանում։ Երբ որ ուսանողական տեղեր ենք հասնում, ասում ենք նրանց լիկվիդ թող։
Հիմա մենք այդ երկուսը Spider-Man-ը պատական չի, էլի, քաշի հատուկ սուպերհերոս են ուղարկել, որ հենց երկուսը հասի, մեր հետ է պետք։ Այդ գիտես գործնիկ չառնենք։ Մենք մի մաս փոխ լրացնում ենք, հələ ասել։ Մի խոսք ասացի, չգիտես, այդ հենց այդ liquid թողելու երկու դնելու մշակույթը իրականում պետք է ասեմ, որ մեր մոտ բացակայում է։ Ես կարամ օրինակը բերեմ, երբ որ դեռ ես դասախոս եմ քաղաքական հայացքների համար չէի հեռացվել համալսարանից, ես համալսարանից ուսանող եմ հեռացրել։ Ինքը վատ ուսանող էր։ Անկեղծ ինքը այստեղ էր հասցրել, պատկերացրու որ 3 անգամ ողջունենք ուսանողին, հուսանք ինքը խելքը գլուխ հակե, ինքը 3 անգամ չէր եկել լիկվիդի։ 3 անգամ ես շանս էի տվել, 4-րդ անգամ ես էլ այդ շանսը չտվեցի, ինքը զբաղված էր։ Ահա, գիտես, ու այսպեսի մի բան ես դրանից հետո հասկացա, որ միշտ մարդիկ ունեն արդարացումներ, քաղաքական գործիչները միշտ ունեն արդարացումներ, ու որ լսում ես արդարացում, հավատում ես, ուզում ես հավատալ, այդ ուսանողներ ուներ, բայց ես իմ մեջ որոշեցի, հստակ այդ դժվար որոշում էր, մարդուն համալսարանից հեռացում ես, ինքը մի տարի է պետք է գա, վերջին կուրս եւ այլն, բայց ես հասկացա, որ ճիշտը այդ դա անելն է։ Ու այս պարագայում երևի պետքա շատ հաճախ մենք երկուս դնենք նաեւ այդ քաղաքական գործիչներին էլ պատասխանատվության եւ թրկենք հեսի պատասխանատվության մասին այլի խոսքը։ Ահա, ազատս ինչն էր։ Երևի վերադառնայինք այդ բանին, այդ հարցին ընդհանուր առմամբ այդ ձայների փոշիացմանն էլ։ Ես մի բան էլ անեմ, մի ռեպլիկա էլ անեմ այդ մասով։ Ես հավատում եմ, որ ընդհանուր առմամբ քաղաքական ուժերը պետքա հենց քարոզչությամբ իրենց ինչ-որ համոզելու ձևերով մարդկանց բանեն ու ոչ թե փորձեն խփելով փոքր ավելի ուժերին, փոքր ռեսուրս ունեցող փորձեն իրենց բարձրացնել, որովհետև այստեղ մի խնդիր ես բերեմ զուտ մեզ նայողների համար, որ ինձ շատ մտահոգում է 21 թվականին միևնույն իրավիճակ ունենք, շատ նման իրավիճակ ունենք ու այդ մտածելակերպով շատ մարդիկ տանը մնացին, այսինքն բարձր մասնակցություն չապահովեց, որտեղ մարդիկ ովքեր ունեին ինչ-որ ուժ, որին կցանկանային ընտրել կամ որ տեսնում են այն ուժերի միջև է միայն պայքարը, ովքեր ում իրանք չեն ուզում թե իշխանության, թե ընդդիմության կողմից, իրենք պարզապես մնում են տունը, չեն գնում ընտրության, ու այդ առաջին հերթին գնում ձայն իշխանությանը, դա ձայնա իշխանությանը չմասնակցել, որտեղ իշխանական այդ մասը մոբիլիզացվելու անպայման գնա։ Նվիրալներ են։ Այո, ու այստեղ մի հատ էլ խնդրենք անում, երբ որ այս օրհասականության բանել, ես լրիվ համաձայն եմ օրհասականը պահը, բայց օրհասականության բանը երբ որ գնում է, որ անպայման ասում են այն մի կողմից ասում են ձեր քվեն չփոշյանա եւ այլն, նաեւ այդ մի կողմից ազդակ իշխանական մասին, որ իրանք ավելի ուժեղ են մոբիլիզացվում։ Ու այդ իրավիճակում հաստատապես ոնց որ կորցնում է ընդդիմությունը, պետք է պատրաստ լինել ոչ թե այդ մի անձնյա իշխանություն դու վերսես են հույսով որ այդ Սերժի կարած կոստյումը այս անգամ էլ դու կհակնես Նիկոլի հակից կհանես, այլ փորձես մյուս ուժերի հետ ինչ որ համագործակցություն անելով քաղաքական process գեներացնել։ Ուրեմն հենց մեկը այս սուպերհերոսների մասով, հենց էլի գանք այդ տանլրջացնելու թեմային, որ քննադատությունը կա, երբ որ դուք բերում եք հերոսների, երբ որ այդ ձեր պիու այդ բաներով քննադատություն կա, ասում են, որ դուք դրանով այնքան եք անլրջացնում process-ը, որ մարդիկ արդեն սկսելու են ընտրության ընդհանրապես լուրջ չվերաբերվել ու չգալ ընտրատեղամաս, մասնակցության շեմայի չտելու ու ընդհանրապես այդ իսկ պատճառով դուք նիկոլական եք, դուք Նիկոլի պրոյեկտ եք։ Մայրս հետևում է իմ արասներին, մայրս արասներից հետևում է, այն օրը մի հատ օրինակի եկավ ասեց բալես այդ բանն Անդերսենն է գրել, հեքիաթա, որ երեխան գոռում է թագավորը մերկ է։ Ահա։ Այս փդած իրականությունում, երբ որ 19 ուժ կինդեր ծովիկներով թիվ ենք հաշում, շատ նորմալ է այդ կոնտեքստում 19-րդը գա քաշի երկրորդը ասի բոլորիդ երկուս են դնելու, որ մնաք տուն դասարանում։ Խնդալու է այդ լուրջ դեմքերով, լուրջ կոստյումով մարդիկ, լուրջ պլակատների նկարներով Մասիսի ֆոնով, այս ճիշտ անկյան տակ էլի։ Էդի եթե չծաղրվի, ուրեմն մենք որպես երկիր ենք անլուրջ։ Կողից որ նայեն, մտածեն սրանք լուրջ սենց ընտրության են էթում։ Շատ ավելի անլուրջ է, քան թե լինի մեկը ծաղրողը, որ հերվից նայողները մտածեն առողջ է։ Իսկ մեր մասին խոսեմ հերվից նայողների փայախովին դրցանք։ Մենք իրոք բոլորին դեմ ենք ստեղծել։ Մենք ունենք արդեն 7 տարի իշխանավարող, ամեն ինչի համար պատասխանատու ու մեղավոր հստակ։ Համար մեկը ինքն է։ Կան շատ մեղավորներ պատասխանատու։ Ես համաձայն եմ, ես որպես պատերազմի մասնակից, դու որպես պատերազմի մասնակից, մենք լավ հասկանում ենք, որ կոմպլեքս այնքան հարցեր, այնքան խնդիրներ են եղել, բայց պատասխանատուն ու մեղավորը մեկն է։ Նիկոլ մեկը չի։ Համար մեկը ասենք։ Պատասխանատու մեկն է։ Համար շատ է։ Արի ասենք համար 1 պատասխանատուն ու մեղավորը։ Համար մեկը, որտեղ ինքն է եղել գերագույն գլխավոր հրամանատար ու ինքն էր հելել ու այդպես ասում, որ կասկածող չլինի իմ հրամանատարական ընդունակությունների վրա։
Չխորանանք այդ բանի մեջ, այդ մի առանձին թեմա է, որը կարող մի օր հետո զրուցենք այդ թեմայով, որպես պատերազմի մասնակիցներ մեր վերապրածը օրինակ։ Բայց այս ամեն ինչը հաշվի առնելով ու հաշվի առնելով, որ ինքն է հենց երրորդ անգամ, երրորդ սրոք իշխանավարելու հավակնություն ունի, ինքն է ընդհանուր առմամբ այս թունավոր մթնոլորտը, գլխավոր մտցնողը, համար մեկ մտցնողն ինքն է այլի, որտեղ իշխանությունը կարող է այդ թունավոր այդ խոսույթները հանի, ինքը կարա վերացնի պարակտումը ազգի մեջ, ինքը կարա օրինակ իմ առնվազն մատ թափ չտա Արցախից բռնի տեղահանված կնոջ վրա, ով իր երեխայի հետ է գտնվում, ու առավել ևս որ մեր նահատակներից մեկի դուստրն է այդ աղջիկը, մեր համար կռիվ տված մարդու դուստր է։ Օրինակելի իր երեխայով շախմատիստես վերջերս ոնց որ լավ լուր ստացանք իր մասին։ Խոսքով, բայց դա ուրիշ թեմա։ Այդ պարագայում ամենաառաջինը ես համոզմունք ունեմ, որ բոլոր ինդեմի սլակները պետքա թեքված լինեին Նիկոլ Փաշինյանի վրա։ Ինչի ուղղված չեն Նիկոլ Փաշինյանի վրա։ Կարասի մեջ բացես նայես ինչքան է ուղղված իր վրա, ասում եմ, բայց բոլորին դնում է, փաթեթով է դնում։ Կոնկրետ այսօրվա իմ բոլոր պոստերը եղել են իրան դեմ, եթե տենց ես էլ եմ իր վրա սովորականից շատ ջղայնացած։ Բայց կենտրոնանալ նրա վրա եւ վերջ կուրանալ այդ մնացածը, այդ ինքը չլինի ով ուզում ալնից Միքայելա պակաս։ Ուսում ես։ Երբ որ ինձ երկրորդ գծում դիրք փորել էին տալի կռվիվա, դա բոլոր իշխանությունների ժամանակ չփորված երկրորդ դիզներ։ Խնդիր չկա։ Որից ընդամենը 2 տարին Նիկոլի օրոք։ Ուտես մի 7-ատե էպիզոդ կա։ Իսկ ես տեսել եմ օրինակի համար։ Մնացած սաղասազիթը Ես գիտես, ես պատերազմի դաշտում օրինակ Զորամասում տեսել եմ շատ սիրուն թույն սաունա, Զորամասի ներսում, ու չեմ տեսել բունկեր։ Ոնց որ այտենց որ խոսանք շատ երկար են խոսել։ Այսինքն փաթեթով են, չէ՞ մեղավոր։ Երևի տարում չեն սարքել։ Այսպես ասեք, այդ սաունան ոնց որ հաստատ վաղուց են սարքել, իսկ բունկերը վաղուց չեն սարքել։ Հենց կենտրոնանում ես մենակ մեկի վրա, ստացվում է իրենք մեզ կարել են։ Մի վարքյան, ես չեմ ասում։ Ոչ թե իրենք տարբեր ուժեր են, մենք պետք է ընտրենք, իրանք ու մենք։ Օրվա իշխանությունը մեկն է։ Նիկոլ Փաշինյանը։ Ես էլի եմ համոզմունք հայտնում, որ սլակները Շատ լավ, խնդիր չկա։ Գիտես ի՞նչ։ Ես ուրիշ հարց տամ։ Որովհետեւ իշխանությունը, որ մեկին մեղադրում է մարտի 1-ի մեջ, 8 տարում կարում է պատժ։ Ես համաձայն եմ։ Բա ինչի դեմ չես, որ ինքը չի պատժի մարտի 1-ի մասը հատենան քեզ չեմ պատժում մի օր, բայց դու դաղալ լնես։ Ենթադրեք, որ իմ հետ օրթախ է։ Դենց հատուկ այդ բառով է ասում եմ, էլի։ Եթե դու քեզ 8 տարի մեղադրեմ մարդ սպանելու մեջ, բայց չպատժեմ, թող մարդիկ մտածեն, որ դու ինձ թմից ես։ Կլինի այսպես մտածել։